Այս շաբաթ վրացական իշխող կուսակցությունը սահմանադրական հայց կներկայացնի սահմանադրական դատարան, պահանջելով արգելել ազգային շարժումը եւ դրան կից կուսակցությունները։ Վրացական երազան կուսակցությունը հայտարարում է, որ հայցն այսօր կքննարկվի խորհրդանական մեծամասնության նիստում ու կքննարկվի հայցի ձևը ու բովանդակությունը, ինչպես նաև այն, թե որ կուսակցություններն ու անձանց է այն վերաբերելու, ապա կհրապարակվի տեղեկատվությունը։ Իշխող կուսակցությունը հայտարարում է, որ հայցի գլխավոր նպատակներից մեկը երկրում քաղաքական գործընթացների առողջացումն է։ Խորհրդական մեծամասնության անդամները հայցը մշակել են քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Իշխող կուսակցության կողմից մշակված հայցը ազգային շարժման ներսում սուր քննադատության առարկա է դարձել։ Այսօր հզոր Վրաստան Լելոն սահմանադրական հայց կներկայացնի սահմանադրական դատարան, պահանջելով վրացական երազանքի կողմից կուսակցությունների արգելման վերաբերյալ ընդունված օրենսդրությունը ճանաչել հակասահմանադրական։ Այս պայմանությամբ հզոր Վրաստան Լելոյի անդամներից մեկը Գեորգի Սիորիձեն գտնվում է Բաթումիում, որտեղ տեղի թիմի հետ քննարկում է վերջին իրավական մանրամասները եւ մինչեւ ժամը 15:00 կուսակցության հայցը կներառվի սահմանադրության մեջ։ Հզոր Վրաստան Լելոն սահմանադրական դատարանից հետո դատական հայցով կդիմի նաեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ կարծում է, որ քաղաքական կուսակցությունների արգելքն ու Վրաստանի քաղաքացիներին քաղաքականությանը մասնակցելու իրավունքից ձեռքելը հերթական հակասահմանադրական հայտն է եւ նշված ռեպրեսիվ փոփոխությունների ընդունումը կհանգեցնի երկրում ժողովրդավարության զգալի խզման, ինչը կամրապնդի բռնապետությունը։ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը հավանաբար իր խորհրդարանական գործունեությունը կսկսի ընթացիկ նստաշրջանային շաբաթվանից, իսկ մինչ այդ կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուսուդան Թևզադզեն հեռացել է կուսակցությունից ու թողել նաև իր պատգամավորական մանդատը։ Ռուսուդան Թևզադզեն սոցիալական էջում պարզաբանել է, որ որոշումը ուղղված չէ ընդդեմ Գախարյան հանուն Վրաստանի քաղաքական ուժի։ Ինգիտություն Գախարյան հանուն Վրաստանի քաղաքական կուսակցությունը խորհրդարան մտնելու իր որոշման մասին հայտարարել էր հոկտեմբերի 20-ին։ Կուսակցությունից նշել են, որ խորհրդարանի եւ քաղաքային խորհուրդների ամբիոնը չօգտագործելը ոչ միայն սխալ է, այլև հանցագործություն ընդդեմ երկրի ու ժողովրդի։ Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին նամակով դիմել է Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին։ Նա նշել է, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի վերջին գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում վեհաժողովի հիմնադիր ակտի եւ արևելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների ու նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով։ Նրա խոսքով Եվրախորհրդարանի եւ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի վերաբերյալ բանաձևերն ու զեկույցները շարունակում են անտեսել վրաց ժողովրդի ժողովրդավարական ճանապարհով արտահայտված կամքը։ Ինչպես նշել է Մախաշվիլին նամակում, իրենք մտահոգված են եվրոպացի խորհրդականների կողմից քաղաքացիական հասարակության անվան տակլիա գումարնիստին անհատներին հրավիրելու որոշմամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանք մասնակցել են կամ աջակցել են ընտրությունների մերժմանը, օրինական ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը եւ Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին։ Ինչպես կարդում ենք Մախաշվիլի նամակում, այն փաստը, որ գործընկեր երկրների մեծամասնությունը չի մասնակցում Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի գումարնիստին, պետք է լուրջ ցուցիչ լինի, որ Եվրախորհրդանի ներկայիս մոտեցումը սխալ է։ Մենք կոչ ենք անում Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին խորհել վերնշված օրինական հարցերի շուրջ ու վերադառնալ վեհաժողովի հիմնադիր սկզբունքների հարգմանը, գրել է Լևան Մախաշվիլին։ Երեկ Թբիլիսիի առաջին հանրապետության հրապարակից մինչև խորհրդարան տեղի է ունեցել հանրահավաք երթ, որը կրել է մինչև հաղթանակ խորագիրը։ Հանրահավաքի մասնակիցներն իրենց հետ ունեցել են Վրաստանի, Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշներ։ Տեղում էին գտնվում նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Երթին միացել է նաեւ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բողոքի երթի մասնակիցները նշել են, որ պայքարում են արդար ընտրությունների ու երկրի եվրոպական ապագայի համար։ Նրանց գլխավոր պահանջներից մեկը կալանավորված անձանց ազատ արձակումն է։ Հանրահավաքի մասնակիցների խոսքով բողոքի ցույցը կշարունակվի մինչև վրաց ժողովրդի հաղթանակը։ Օրենսդիր մարմնի մոտ բողոքի ցույցի մասնակիցներին դիմել են ընդդիմության առաջնորդները, ցուցարարները եւ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ազատության հրապարակի առաջնորդ Լևան Ցուցքիրիձեն պահանջել է կառավարության հրաժարականը։
Մեկ այլ կազմակերպիչ Թամար Չերգոլեյշվին հանրահավաքից հետո սոցիալական էջում գրել է, որ հանրահավաքը հիանալի է անցել ու կազմակերպվել է պատասխանատու ժողովրդավարական կուսակցությունների եւ ուժերի կողմից։ Մի կողմից մենք հրաժարվել ենք համագործակցել ռեժիմի հետ հոկտեմբերի 4-ի ընտրություններ կոչվող ֆարսում, իսկ մյուս կողմից մենք հրացել ենք այն անպատասխանատու աղետալի արկածախնդրությունից, որը Միխեյլ Սաակաշվիլին ու նրա անամոթ կամակորների խումբը սանձազերծել են ընդդեմ վրաց ժողովրդի։ Ոչ մի անձնուրաց ավտոկրատ չի կարողանա խլել մեր օրակարգը, ոչ մի շահի լուսանկարների տարափով, ոչ էլ այդ 8 հոգանոց ջոկատով։ Ես հրապարակավ տեսախցիկների առջև կբախվեմ յուրաքանչյուրի հետ, որը կփորձի խլել ուրիշի օրակարգը Սաակաշվիլիի լուսանկարներով, գրել է Թամար Չերգոլեյշվիլին։ Ազատություն հրապարակ շարժումը ճեպազրույց է անցկացրել Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ, որտեղ ներկայացրել է ժողովրդավարական դիմադրության նոր փուլի 10 կետից բաղկացած պլանը։ Ըստ պլանի, Ազատության հրապարակն ակտիվորեն սկսում է աշխատել ողջ երկրի հանրության հետ բնակչությանը երկրում ստեղծված իրավիճակի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար։ Լևան Ցուցքրիձեի խոսքով իրենք նաև նախատեսում են տարեվերջին հրավիրել լայնածավալ քաղաքացիական համագումար։ Ազատության հրապարակը նաև առաջարկում է երկրի 4-րդ ու 5-րդ նախագահներին միանալ արտաքին գործերի խորհրդին, որի նպատակը կլինի կառավարության վրա արտաքին ճնշման հզորացում։ Տեխնիկական համալսարանի ռեկտոր Դավիթ Գուրգենիձեի հայտարարության հիման վրա Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի տեխնիկական համալսարանին պատկանող մեծ քանակությամբ գույքի ապօրինի յուրացման ու հափշտակման փաստի վերաբերյալ։ Նշվածի մասին հայտարարություն է տարածել Վրաստանի դատախազությունը։ Դատախազության տվյալներով համալսարանի ռեկտորը դիմել է դատախազություն, մատնանշելով համալսարանի ապօրինի սեփականաշնորհման փաստերը։ Վրաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի Դ եւ 3-րդ մասի Բ ենթակետերով։ Համատեղ իրականացված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի սահմանային ոստիկանության, Պարեկային ոստիկանության վարչության ու եկամուտների ծառայության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու Վրաստանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու եւ միգրանտին Վրաստանի պետական սահմանով անօրինական կերպով տեղափոխելու մեղադրանքով։ Հանցագործությունը նախատեսվում է մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում։ Այսօր Վրաստանում նշում են ուսուցչի օրը։ Օրվա կապակցությամբ կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գեբի Միքանաձեն կպարգեւատրի ազգային ուսուցչի մրցանակի դափրեկիրներին։ Կրթական համակարգի ու հասարակության զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 10 ուսուցչի կհանձնվի 2025 թվականի ազգային ուսուցչի մրցանակը եւ 10,000 լարի դրամական պարգև։ Վրաստանի կառավարության աջակցությամբ ազգային ուսուցչի օրը նշվում է ամեն տարի գիտական մանկավարժության հիմնադիր, հրապարակախոս, մանկագիր ու հասարակական գործիչ Յակոբ Կուգեբաշվիլիի ծննդյան օրը։ Այս տարի կրթության նախարարի նախաձեռնությամբ ամբողջ երկրում անցկացվել են միջոցառումներ ուսուցիչների աշխատանքը գնահատելու համար։ Յուրաքանչյուր համայնքապետարանում տեղական մակարդակով ընտրվել եւ պարգևատրվել են 5 ականավոր ուսուցիչներ, որոնք նաեւ մասնակցելու են ազգային ուսուցչի մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությանը։ Վրաստանում որսաշրջանի բացումից 2 ամիս անց ողջ երկրի մասշտաբով հայտնաբերվել է 629 խախտում։ Քրեական հանցագործության նշաններ պարունակող նյութերն ուղարկվել են համապատասխան մարմիններին հետագա արձագանքման համար։ Խախտումների մեծ մասն արգելված զենքերով կամ մեթոդներով որսն է։ Արգրավել եւ կնքվել է թռչուններ որսալու համար նախատեսված 558 ձայնային սարք, այսպես կոչված մանոկ։ Այս ընթացքում հայտնաբերվել է նաև Կարմիր գրքում պաշտպանված տեսակների, արջերի ու եղջերուների անօրինական որսի փաստեր։ Վարչությունը կոչ է անում քաղաքացիներին հետևել օրենքին, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում զանգահարել թեժգծին 153 համարով։